Ողջույն սիրելի հետևորդ, այսօր մեր 8-րդ դասն է սկսնակ չափահասների համար, կանցնենք 16 և 17-րդ էջերին։ Նախորդ դասերից մենք անցանք մի քանի ինտերվալներ, արդեն տեղյակ եք, այդ ինտերվալները աստիճանները, այդ տարածությունը նոտաների միջև ընկած։ Իսկ այսօր անցնելու ենք արդեն 4-րդ և 5-րդ աստիճաններին, որոնք են կվարտա և կվինտա։ Սա համարվում է մեր տեսությունը, ինչի ենք անցնում օրինակ ինտերվալներ։ Ինտերվալները հետագայում մեզ օգնելու են, որպեսզի կառուցենք ակորդներ, որպեսզի երաժշտությունը ավելի կատարելագործենք։ Սա տեսություն է համարվում, թեորիա ասվածը, theory, ինքը որ թեորիան և պրակտիկան, նրանք իրար հետ իրար համալրում են, առանց իրար չեն կարող։ Դրա համար մենք սկզբնական շրջանում անցնում ենք թեորիա, այդ վերլուծում ենք, անալիզ ենք անում դասը, որպեսզի հասկանանք հետո ինչ ենք կատարելու, կատարածելու, Սա շատ կարևոր է, երբեմն մարդիկ ասում են ինչու համար է մեզ պետք այսքան բարդացված թեորիա, կարող ենք միանգամից նվագել և վերջ, այսպես ասած անգիր արված, ռոբոտիզացված միջոց է, որ շատ տարածված է, բայց քանի որ թեորիա չկա, այն շունչ չկա այդ երաժշտության մեջ, այն միանգամից մոռացվելու է ու անհասկանալի ինչ-որ մի բաներ արվելու է ու մոռացվելու է։ Իսկ թեորիան ինչա կարևոր, որ մենք աշխատացնենք մեր միտքը, Թեորիա ասվածը ոնց որ նման է հոգի և մարմին, ինչ է անում, հոգին այդ գաղափարները, շունչը փոխանցում է մարմնի մեջ, որպեսզի այդ մարմինը շարժ ունենա, ինչպես այս դեպքում մեր ձեռքերը, օրինակ հիմա մենք եթե այս գաղափարները, շարժը, այդ հոգին մենք օգտագործում ենք մեր մարմնի մեջ, այնուհետև հիմա մեր ձեռքերով կարող ենք այն կատարելագործել։ Հիմա դրա համար շատ կարևոր է, հիմա իհարկե ես չեմ ուզում բարդացնել, սկզբնական օրինակ ասել, որ ինտերվալները մեծ, փոքր, մաքուր, այսպես տեսակներ ունեն, բայց ավելի լավ է մենք սկզբնական հիմքը ամուր պահենք, աստիճանները նախ և առաջ սովորենք, հետո արդեն եթե մեզ սա հասանելի լինի, կարող ենք նաև ավելացնել, որ ինտերվալները նույնիսկ մեծանում են, փոքրանում են և այլն և այլն, Դե քանի որ դասը շատ է երկարում, այսպես շատ մանրամասն դետալներով, գնանք առաջ, հետո արդեն հետագայում ձեզ ծանոթ կլինի ինչի մասին է խոսքը։ Օրինակ տեսեք, հիմա այստեղ ասում եմ մելոդիկ 4 և 5, մենք նախորդ դասին անցանք այդ տերցը, թե ինչ տարածություններ նրանք ունեին, 2-3, այստեղ 4-ը և 5-ը, play these melodic 4s and 5s, listen to the sound of each interval, ասում է նվագեք այս մելոդիկ 4-րդ և 5-րդ ինտերվալները, դե գիտենք արդեն մելոդիկը, որ իրար հետևից է գնում, միաժամանակ չի նվագում։ Հետո ասում են լսեք, թե նրանք ինչպես են հնչում։ Տեսեք, օրինակ ինչպես է հնչում։ Մենք լսել ենք երևի այդ գուշակի մեղեդին խաղը, ամեն երկրներում էլ դա կա, որ այս երկու նոտաներ, սեղմում են մի քանի նոտա հնչում, դու պետք է գուշակես մեղեդին։ Իսկ կա և հակառակը, որ մեղեդին են տալիս սկզբնական, սկզբի երկու հնչյունը և ասում են սա ինչ ինտերվալ է։ Սա էլ կարող է լինել, սա խաղերի ձևերն են։ Դրա համար են շատ կարևոր հիմա, որ ինտերվալները ճանաչենք, եթե մի երաժշտություն մենք հիմա նվագում ենք, միանգամից մտաբերում ենք, որ սա այս ինտերվալով է սկսվում, կամ ասենք այս նոտաները, որ նվագում ենք, արդեն գիտենք, որ այս երաժշտության մասին է խոսքը։ Անցնենք առաջ, տեսեք, այստեղ արդեն ինչ է ասում, մեր առաջին վարժանքն է, տեսնում եք, տարածությունը ավելի է մեծացել, տեսեք, 1, 2, 3, 4, դո, ռե, մի, ֆա, սի, դի, ի, էֆ, իսկ այստեղ արդեն տարածությունը գնալով ավելի մեծացավ, fifth, 5-րդ, այսինքն տարածությունը դո, ռե, մի, ֆա, սոլ, դոից մինչև սոլ, ինչ եղավ, այստեղ տեսեք, օժանդակ գծից գնաց դեպի գծի մեջ, և սա հենց այդ տրյուկ ասվածն է, որ մենք ունենք ավելի սենց գաղտնիք է սրա մեջ, որ ոնց արագ գտնենք օրինակ այդ տարածությունները։ Օրինակ սկզբնական, ես ուզում եմ ձեզ հիմա հուշել, որ տեսեք,
Այստեղ ինչ է կատարվում, տեսեք, հիմա մենք անցել էինք դոից ռե, չէ՞։ Սա մեր սեկունդն է, սեկունդան է, հա, առաջին եւ երկրորդ ոնց որ ինտերվալն է համարվում, հա, դոից ռե ինքը ինչ է գնում է գծի վրայից մինչեւ ասենք տողա, հա, տողատակն է։ Իսկ այստեղ ռեից մեկ մի էլի նորից սեկունդա է, բայց հիմա գնաց տողից, տողատակից տողի վրա։ Եվ այսպես, նայեք, տողից գնաց տողամեջ, տողամիջից գնաց տողի վրա։ Սրանք այսպես ու ավելի մոտիկ են իրար, հա, սա էլ ինչ որ գաղտնիք է, որ արագ կարող ես արդեն սա կարդալ, որ ինքը սեկունդային է վերա, հա, սա սեկունդա է համարվում։ Իսկ տերցը, տեսեք, սա էլ ունի իր գաղտնիք, օրինակ, տողից տող, ու տեսնում ես, մեկ տողից, օժանդակ տողից գնաց հենց առաջի տողի վրա։ Եվ այստեղ էլ հենց տողատակից գնաց տողի մեջ, հենց առաջի եւ երկրորդ տողերի մեջ։ Այստեղ գծի վրայից գնաց գից։ Սա էլ տեսնում ենք, որ ինքը միանգամից տերց կարող ենք կարդալ։ Եվ սա էլ տողամիջից անցավ դեպի երկրորդ եւ երրորդ տողամեջ։ Ու իրար հետ մտերիմ են, մոտիկ են։ Տերց։ Իսկ այս դեպքում, տեսեք, ինքը տարածությունը ավելի մեծ է։ Մենք տեսնում ենք, որ սա ավելի մեծացել է տարածությունը, 4-ն է, կվարտան է, օժանդակ գծից գնաց դեպի տողամեջ։ Ոնց որ այստեղ, հա, օժանդակ գծից տողամեջ, բայց մոտ են գտնվում իրար, դրա համար միանգամից կասենք սեկունդա։ Սա էլ է օժանդակ գծից դեպի տողամեջ, բայց տարածություն ունի, տեսեք։ Միանգամից կարող ենք ասենք, որ սա կվարտան է, կվարտան։ Տեսեք, տողամեջից գնաց դեպի գծի վրա։ Էլի կվարտա ենք ասում սրան, այսինքն ռե, մի, ֆա, սոլ։ Հիմա միից գնաց դեպի լա, այսինքն էլի գծից դեպի տողամեջ, տողամեջից գից։ Շատ հեշտ է, այսպես կարող ենք շատ արագ կարդալ ինչ ինտերվալ ենք տեսնում, հա։ Հետո, այստեղ արդեն գնում է կվինտայի մասին, 5-րդի մասին, տեսեք, սա տարածություն է, հիմա սա էլ է, չէ, օրինակ այստեղ օժանդակ գծից դեպի գի, սա տերցիան էր համարվում, բայց տարածությունը փոքր է, կամ գծի միջից, հա, դեպի էլի գծի մեջ, գծի տակ է գտնվում, սա էլ գծի մեջ, սա գծի վրա, տեսեք, իսկ սա ոնց կարող ենք տարբերել, որ ինքը համ տարածությունն է մեծ, համ էլ կարող ես դու մեկ գից բաց ես թողում, այսինքն օժանդակ գծից մեկ գից բաց ենք թողում, անցնում ենք արդեն երկրորդ գծի վրա, սա արդեն միանգամից կարդում ենք, որ ինքը կվինտա է, եւ այստեղ տողամիջ է սա, միջում է սա համարվում, հա, տողի տակ է գտնվում, բայց էլի համարվում է տողամեջ, սա միջում անցավ մեկ տողամեջ մենք բաց ենք թողել, հա, եւ գտնվում է երկրորդ տողամիջում, այսինքն ռեից լա, նույնն է այստեղ գծի վրա անցանք, մեկ գից բաց թողեցինք երկրորդ գծի վրա, սա այդ ինտերվալային գաղտնիքներն են, եթե դու սա քո մեջ մտաբերես, հա, հասկանալով այն անգիրանես, երբեք չես մոռանա։ Իմացանք, արդեն տարբերությունը տեսանք, սա տերցիան է, հա, նույն կառուցվածքը ունի, ուղղակի սա մտերիմ է, ավելի մոտ է։ Իսկ սա հեռու է տարածությունը, տեսնում ենք արդեն հեռավորությունը, ու սա մենք արդեն նմանեցնում ենք կվինտային ու տերցի կառուցվածքները, այսպես ասած, իրանք նույնն են։ Պետք է ուղղակի սա ավելի թեորիապես, հա, վերլուծենք, մտաբերենք, որպեսզի հեշտ կարողանանք ինտերվալները կարդալ։ Սա էլ ինչ որ մի տրյուկ էր, էլի, որ ձեզ ուզում եմ կիսվել ձեզ հետ, որպեսզի դուք շուտ մտաբերեք։ Իսկ այստեղ էլ տեսեք ինչ ունեմ։ Ուզում եմ, որ սա այն վարժանքներ, նախավարժանքներ, որպես օրինակ իմ աշակերտներին ամեն դասին, որ նոր են օրինակ սովորում հնչյունները, նոտաները, իրենց տալիս եմ անպայման այս օկտավաները գրեն։ Սկզբից նրանք գրում են օրինակ այս կենտրոնական տոն, հա, հետո արդեն երկրորդ տոն ու երրորդ տոն են գրում։ Դե արդեն մենք գիտենք սոլը, հա, սոլի գիծն է, սա, հետո սա մեր արդեն կենտրոնն է, իսկ սա մեր ֆայի գիծն է,
Տեսեք, սա մեր ֆայի կիզն է, այս ֆայերը արդեն գիտենք, ֆան ու սոլը, բանալիները, և արդեն դոն իջնում ենք դեպի փոքր օկտավա, հետո արդեն մեծ օկտավա, տվեք, անպայման դուք ինքներդ սովորեք, գրեք, եթե ձեր աշակերտներին եք սովորեցնում, այսպես թող իրանք գրեն, սա անգիրան են, որպեսզի այստեղից արդեն շուտ կարողանան նոտաները կարդալ, արագ կարդան, թե որ նոտան որտեղ է գտնվում, և տեսեք, սա կենտրոնն է, սա մեր առաջինն է, եթե բթամատերը այստեղ ենք դնում, օրինակ աջ ձեռքից գնում ենք, 5-րդ մատը ընկնում է սոլի վրա, իսկ եթե բթամատը ձախ ձեռքում այստեղ է, ընկնում է 5-րդ մատը F-ի վրա, սա էլ է մի հատ գաղտնիք, որ ասենք երկու բթամատերը տեղադրում ենք, 5-րդ մատը գալիս է այստեղ, իսկ ձախ ձեռքում 5-րդ մատը գալիս է այստեղ, սրանք է շատ կարևոր է, որ իմանանք, սա էլ ինչ-որ մի մեթոդ է, արագ մտաբերելու նոտաները սովորելու համար, անցնենք առաջ, ուրեմն, այստեղ ինչ տեսանք, արդեն մեր առաջին վարժանքը, հիմա կկատարենք, տեսանք, առաջինը ուրեմն տարածությունը 4 է, երկրորդը 5, կվարտա, կվինտա, մատները չենք մոռանում, դիրքավորում ենք կենտրոնը, 4 քառորդ, դա նշանակում է 4 քառորդ նոտա մենք ունենք մեկ չափի մեջ, հաշվելու ենք արդեն 1 քառորդը, 2 քառորդը, 2 քառորդը, 4 քառորդը, այսինքն 1, 2, 3, 4, տեսնում ենք, միայն կվարտ նոտաներ են, մենք ունենք տարբեր օրինակ լեզուներով, ռահասիհի, դվահաիհի և այսպես շարունակ, բայց քանի որ ունենք նաև հայերեն տարբերակը, որ շատ գեղեցիկ է հնչում, խնդրում եմ օգտագործեք և սովորեք հայերեն տարբերակը օգտագործել, 1 քառորդը, 2 քառորդը, 3 քառորդը, 4 քառորդը, այնուհետ եթե մենք այս քառորդ նոտան բաժանենք, օրինակ 8-րդականի, կլինի, ասենք 1 քառորդը, իսկ եթե 16-րդականի 4-16 նոտաների բաժանենք, հետո արդեն կհաշվենք 1 քառորդը, իսկ եթե ասենք 32-ի բաժանենք, կլինի 1 քառորդը, այնպես որ մենք ունենք նաև հայերեն տարբերակը, խնդրում եմ օգտագործեք, եթե մենք արդեն հանդիպենք 8-րդ նոտաների, 16-րդական նոտաների, այնուհետ ես ձեզ կհուշեմ, թե ինչպես դրանք հաշվել նորից, իսկ հիմա շատ հեշտ է հաշիվը, ուղղակի կգնանք 1, 2, 3, 4, այստեղ մինչև այստեղ նվագելու ենք աջ ձեռքով, տեսեք դադար կա, դադար, իսկ այստեղից արդեն նվագելու ենք կենտրոնից դիրք ներքև, էլի սոլ նոտայի վրա, առաջի մատը ընկնում է սոլի վրա, և այստեղ արդեն կնվագենք 2 տակտ նվագելու ենք արդեն ձախ ձեռքով, հիմա ես տեղադրեմ, գնացինք, 1, 2, 3, 4, կվարտա, կվինտա, անցանք ձախ ձեռքին, գնացինք, 1, 2, 3, 4, կվարտա, կվինտա, այս վարժանքն է, տեսնում եք արդեն կետիկները նշանակում են ևս մեկ անգամ, դուք կարող եք կրկնել, հաջորդ մեր փոքրիկ ստեղծագործությունը երգ է հայտնի, ուրեմն Good King Wenceslas, այսինքն բարի թագավորի մասին է խոսքը, այս մարդը եղել է Վենցեսլավ թագավորը, որը որ օգնել է աղքատներին, տեսնենք ինչի մասն է, այստեղ ասում է find the fourth before you play, այսինքն պետք է մենք կվարտաները նախ գտնենք, հետո նոր նվագենք, սրանք կանադառնամ տեղ, եկեք տեսնենք տեքստը ինչի մասն է, ասում է Good King Wenceslas looked out on the feast of Stephen, Ստեփանոսը, when the snow lay round about, deep and crisp and even, այսինքն սա այդ հոգևոր մեր Վենցեսլասի համար է, Ստեփանոսի տոնի ժամանակ այս բարի Վենցեսլավ թագավորը նայեց դուրս և շուրջ բոլորը ձյուն տեսավ,
այդ ձյուն խորը, այդ ճռճռան, հա, քրիսպն ոնց որ խթխթան ու սենց հավասար հարթ ձյուն տեսավ։ Այդ ժամանակ ինչի այս երգը գրված, այդ ժամանակ այդ ձմեռը ինքը օգնում էր այդ աղքատ մարդկանց, որոնք որ փայտ էին գտնում, վառ էին, դժվար էին ապրում, ինքը օգնում էր այդ մարդկանց ու ինքը ասում էր, որ օգնում է աղքատներին, նա օրհնված է։ Հոգևոր երգ է սա համարվում, կարող եք ինքներդ գտնել այդ բարի թագավոր, օրինակ այդ Վենցեսլավը 19-րդ դարի թվականների անգլիական Սուրբ Ծննդյան երգ է համարվում, որ գրվել է Ջոն Մեյսոնի կողմից եւ պատմում է 10-րդ դարի Բոհեմիայի դուքս այս Վենցեսլավ առաջինի սուրբ պատմություն, հա, այս երգը ասացա, որ շեշտում է արդեն առատաձեռնությունը, հավատքը, բարեգործությունը, հա, որ նա այդ տոների արդիվ օգնում էր մարդկանց, չնայած որ դաժանաբար իր եղբոր կողմից սպանվում է, շատ հետաքրքիր պատմություն ունի, կարող եք ինքներդ փնտրել, կարդալ եւ ինչու՞ չէ նաեւ այն նվագել, շատ սիրուն գործ է։ Հիմա մի փոքրիկ հատված կնվագենք, համել կբացատրեմ կվարտաների մասին։ Տեսեք, հիմա մենք արդեն խոսել էինք, որ սա մեր prime-ն է, որ միաձայն, տեսեք, շարժ չի ունենում, իսկ այստեղ արդեն գնում է 1 քայլ, տեսեք, 1 2 գնաց, 2 տարածությունը տեսնում ենք, հա։ 1-ից 2 գնաց, սա մեր սեկունդան էր, հետո 2-ից իջավ ներքև, սա էլ մեր ներքևի ձայն, գնում է ներքև էլի սեկունդա, նորից միաձայն եւ արդեն այստեղ մեծ տարածություն ենք տեսնում, սա համարվում է մեր կվարտան 4-ը, որովհետեւ տեսեք, եթե սա տերց լիներ, կլիներ օրինակ այս միջից, հա, գծամ միջից, կիջներ տողի ներքևը, ոնց որ մենք կարդում ենք սովորաբար տերցիաները, բայց սա ինչ է կատարում այստեղ, օրինակ գծամ միջից, իջել է օժանդակ գծի վրա, 4 քայլ, ֆա, մի, ռե, դո։ Տեսեք, այդ 4 տարածությունը նոտայի մեջը արդեն ինքը նշանակում է, որ սա կվարտա է, ու լսում ենք դա։ Ֆա, մի, ռե, դո։ Եվ այս երգը հիմա որ սովորենք, օրինակ արդեն այսպես կարող եք տարբերել այս հնչյունները, հա։ Իսկ ասենք կվարտավոր դեպի վերև։ Մեր ժամանակին մենք օրինակ դպրոցական տարիներից այդ սովետական միության, հա։ Չէ, արդեն այս նոտաներից արդեն գիտենք, հայտնի է մեզ այս ստեղծագործությունը, այդպես ենք սովորել։ Իսկ հետը կարող ենք այսը որ արդեն նվագեմ, կլսեք այս հնչյունները։ Եվ ունենք նաև այստեղ, տեսեք, այստեղ նորից սեկունդաներ են գնում, իսկ այստեղ արդեն տեսնում ենք նորից այդ մեծ տարածությունը, էլի կվարտա, կվարտա տարածությունն է, ֆայից իջնում մինչև դո, հա, ֆա, մի, ռե, դո, հետո այստեղ հիմա ես արդեն հաշվեմ, հաշիվը ունենք նաև ֆորտե, չմոռանաք, ասացի, որ moderately fast, այսինքն չափավոր արագություն ունի, եւ սա մեր նշանն է ֆորտեի։ Ինչի է դրված մեջտեղում, սա սրան է վերաբերում։ Իսկ այստեղ ներքևում է դրված, որտեվ առաջ այստեղ արդեն մենք ունենք պաուզա, վերաբերվում է այստեղ սրան, գնացինք առաջ, այստեղ դիրքավորում ենք։ Մատերը դիրքավորելուց հետո արդեն սկսում ենք 4-րդ մատից, դրված է, տեսեք, 4-րդ մատ։ Ուրեմն հաշվելով դանդաղ 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Այնուհետ դիրքավորում ենք ձախը, սկսում ենք երկրորդ մատից, էլի ֆորտ է, 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Հետո կարող եք ինքներդ երգել, ինչ է ասում, օրինակ ասում եմ Good king Wenceslaus looked out on the feast of Stephen Տեսեք, հաջորդը արդեն վերաբերվելու է կվինտաներին, ասում եմ my fifth, իմ հինգերորդը, find the fifths before you play, այսինքն գտիր հինգերորդները, այս կվինտաները մինչդեռ դու կնվագես, տեսեք, արդեն նորից վերլուծում ենք սկզբից, ինչի մասին է, հա, օրինակ, այստեղ պետք է գտնենք կվինտային շարժը,
որը որ 5 աստիճան է, հա, տեսեք, այս հեռավորությունը արդեն հուշում է, տեսնում ենք, այստեղ գնում է միաձայն, հետո արդեն հեռավորությունը բավականին մեծ է, դո, ռե, մի, ֆա, սոլ, տեսնում ենք, օժանդակ գծից գնաց դեպի էլի գիծ, գծի վրա, մեկ գիծ բաց թողնեց, առաջի գիծը, ուրեմն սա արդեն հուշում է, հա, այդ գաղտնի բացահայտումն է, որ միանգամից տեսնում է մեր աչքը, որ սա կվինտային է վերաբերվում, կամ այստեղ տեսնում եք, այստեղ էլ, ինչա տեղի ունեն, գծամիջից, հա, ոնց որ տողամիջում գտնվող դոից գնաց սոլ, սա էլ է կվինտա համարվում, արդեն գնաց էլի տողամեջ, մեկ տողամեջ բաց է թողնվել, այսպես է, այստեղ էլ կարող ենք կարդալ, որ սա կվինտային շարժն է, օրինակ մենք դպրոցական հասակում հիշում եմ, որ սովորել ենք, հիշում եք երևի, երաս, այս մեծ աշխարհում, ես ապրում եմ թրջկոտում, սա մեր դասն է եղել, այսպես ենք մենք գտել այս կվինտային շարժը, կամ օրինակ այդ գվարտան, այդ սովետական միությանը այդպես ենք մենք գտել, բայց եվրոպական օրինակ դասերում, դպրոցներում սովորեցնում են այս տեսակի երաժշտություններ հայտնի, որպեսզի այս կվինտային շարժը մտնի մեր մեջ, հա, որ միանգամից մտաբերենք։ Լավ, դա գտանք արդեն, սա մելոդիկ, հա, ոնց որ տեսանք, այս էջը վերաբերվում է օրինակ մեղեդիական, այդպես այդ կվինտաներին ու կվարտային, որ իրար հետ չեն նվագում, այլ առանձին են հնչում, եւ ասացի, որ My Fifth, դա 5-րդ, սա Բեյթհովենի 5-րդ սիմֆոնիային է վերաբերվում, ուրեմն Բեյթհովենը, տեսեք, ասում է This is my fifth and maybe you have heard, Beethoven's fifth is only a third, հա, այսինքն ասում է, սա իմ 5-րդ սիմֆոնիան է եւ երևի դուք արդեն լսել եք ու Բեյթհովենի 5-րդ սիմֆոնիան դա տերցիաներ են, հա, որ լսել եք հայտնի այդ տա-տա-տա-դամ, տարարարամ, հա, ինքը գնում է տերցիաներով։ Հետո ցույց կտամ էկրանի վրա, որ ինչի համար է համարվում, հա, 5-րդ սիմֆոնիան եւ մեծ քննադատության է արժանացել, որովհետեւ այդ movement-ները, հա, 4 movement-ներից, այդ շարժերից բաղկացած այս գործը, ինքը իրար հակադրող այսպես բարձր, սկզբից դանդաղ է գնում, հետո արագ է գնում, այսպես տարբեր ինքը շարժեր ունի, դրա համար ոնց որ քննադատության է արժանացել, բայց շատ մեծ ինքը հայտնի գործ է դարձել ամբողջ աշխարհում։ Սա Բեյթհովենի մասին, դե Բեյթհովենը գիտենք, արդեն 19-րդ դարի ինքը գերմանացի կոմպոզիտոր է շատ հայտնի, շատ ուժեղ գործեր ունի, մեծ, կարող եք ինքներդ լսել, բիոգրաֆիան կարդալ, ու ինքը մահացել է Ավստրիայում, Գերմանիայում ծնվել է, Ավստրիայում մահացել է։ Եվ այսպես, սա էլ արդեն Բեյթհովենի մասին էր, արդեն անցնենք հաջորդ էջին, որպեսզի ծանոթանանք հարմոնիկ, արդեն միաժամանակ հնչվող 4-րդ եւ 5-րդ ինտերվալներին։ Անցանք 17-րդ էջին, այստեղ արդեն հարմոնիկ, ոնց որ, հա, կվարտաներին եւ կվինտաներին է վերաբերում, միաժամանակ են հնչելու նրանք, տեսեք, ասում է play this harmonic fourth and the fifth, listen to the sound of each interval, էլի նույնն է ասում, այս հարմոնիկ կվարտաները եւ կվինտաները պետք է արդեն նվագենք եւ լսենք, թե ինչպես է նրանք հնչում, տեսեք, արդեն այստեղ իրար վրա են գրվում նոտաները, սա տեսանք արդեն, որ ինքը ուրեմն ինչ տարածություն ունի, օժանդակ գծից գնաց դեպի գծամիջում, հա, դրա համար արդեն տեսնում ենք ինքը տարածությունը կվարտային է նման, այսպես հնչում է, էսի առանձին, մելոդիկ, հարմոնիկ, հիմա տեսանք, իսկ հաջորդը արդեն կվինտան է, մելոդիկ, հարմոնիկ, հա, այսպես, տեսենք արդեն մեր ուրեմն հաշիվը 1, 2, 3, 4, կապ չունի, քանի նոտա է, բայց տեսնում ենք հաշիվը ինքը կես նոտա է, երկուսն էլ միաժամանակ ունենք կես նոտա, պետք է պահպանվեն 2 սեկունդ տևողություն, այսինքն 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես տեսանք վերևի ձայնը 2 չափով նվագում ենք, բայց 2 չափով դադար ենք վերցնելու, նույն էլ այստեղ օրինակ ձախ ձեռքում
դադար, առաջին եւ երկրորդ չափերի մեջ եւ երրորդ եւ չորրորդը նվագելու ենք։ Այստեղ արդեն մենք meso forte ունենք, որ գիտեք, արդեն սա միջինն է, ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր։ 4/4 վերևի ձայնը, ուրեմն էլի գնում ենք, տեսեք մատերի համարները։ Այսինքն 1 եւ 4-ը իրար հետ է նվագելու, հետո արդեն 1/5-ը, գնացինք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ձախ ձեռքն ենք դիրքավորում և նվագում ենք, տեսեք, 1/4, այսինքն սկզբից կվարտա, հետո նոր կվինտա, գնացինք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 և իհարկե կարող եք նվագելուց արդեն շեշտել կվարտ, կվինտ, կվարտ, կվինտ, կվարտա, կվինտա, կվարտա, այդպես։ Անցանք արդ, երկուս անգամ կարելի է սա կրկնել։ Հաջորդ մեր սիրված երգը, սա համարվում է տոնական երգ, Jingle Bells, այդ զանգակների մասին է, շատ հայտնի մեր երգերից է, որը որ օրիգինալ, ինքը գրվել է ավելի վաղ, օրինակ 1800-ականներին գրվել է մի մարդու կողմից, այդ Ջեյմս Լորդ Փիերփոնտի կողմից է սա գրվել, բայց ոչ այն ձևով, որ մենք բոլորս գիտենք այսօր, եւ սիրում ենք այսօր, Սկզբնապես այն հրատարակվել է 1 ձիով բաց սահնակ, անվան, մի փոքր այլ տեքստով եւ զգալիորեն այլ մեղեդիով կրկներքի համար։ Ինքը ոնց որ Միացյալ Նահանգների ինչ որ գյուղաքաղաքում եղել է սահնակների մրցավազք, այդ ձիերով, ու ինքը այն ժամանակ դա գրել է, հենց այդ գյուղի մասին է գրել, այդ սահնակների մրցույթի մասին գրել է այս երգը, իսկ հիմա արդեն ավելի տարածուն ունի, մշակված, ավելի սիրված է դարձել բոլորի կողմից։ Սա էր։ Իսկ այստեղ արդեն ինչ է ասում է find all the melodic fifths and fives in the right hand and find all the harmonic fifths and fives in the left hand։ Տեսեք, հիմա ասում է այստեղ, որ պետք է մենք գտնենք աջ ձեռքում մելոդիկ, մեղեդիական պետք է գտնենք այդ ինտերվալները, ինչ ենք անում, սկզբից վերլուծում ենք, թեորիա ենք անում, հասկանանք ինչ ենք նվագելու, որ հեշտ կարողանանք նվագել։ Իսկ ձախ ձեռքում արդեն տեսնում ենք հարմոնիկ է գնում, միաձայն պետք է գտնենք դրանք, թե որը որ ինտերվալն է։ Ես իմ աշակերտների հետ պարտադիր վերլուծում եմ, սկզբից, որ սկսում ենք ինչ-որ բան նվագել, անպայման վերլուծում ենք, թե ինչ ենք նվագել, օրինակ ինչի մասին է խոսքը և ունի, ասենք, 4/4, 4 չափ տևողություն ունի, տեսեք, պետք է սկսենք ֆորտեով, օրինակ, առաջի ձայնը առանձին ենք սովորում, օրինակ ասում են, որ տես, սրանք միաձայն են գնում, հաշիվը 1-1, հետո 1-2, այսպես կես տոները, հետո ասում են, որ այստեղ տես տարածություն ունի սա, սա համարվում է մեր տերցիան, տեսեք, մեկ առաջի գծից գնաց երկրորդ գիծ, օրինակ, հետո այստեղ արդեն տարածությունը, որ միանգամից պետք է աչքորով կարդաս, որ տողի վրայից իջավ դեպի օժանդակ, ու մեծ տարածություն ունի, սա արդեն մեր կվինտան է համարվում, սոլ, ֆա, մի, ռե, դո, 5 աստիճան իջավ ներքև, այսպես արդեն ինքը հեշտությամբ գտնում է սոլից դեպի դո, հաշվում է, օրինակ, դոից ռե արդեն սեկունդան է գնում, 1-2 քայլ, ռեից մի, ռե մի, այսպես գտնում ենք, դուք ինքներդ արդեն, որ չերկարացնեմ դասը, ինքներդ արդեն այսպես գտնում եք, տեսեք, այստեղ էլ տարածություն ունի, այսինքն, տեսեք, ինչ տեղի ունեցավ, այստեղ գծա ներքևից, որը համարվում է տողա մեջ, գնաց գծի վրա, այսինքն ինչ եղավ այստեղ, ինքը եղավ կվարտա, ռե, մի, ֆա, սոլ, ռե, մի, ֆա, սոլ, 4 հատ, չէ, ուրեմն սա կվարտայինն է համարվում, այսպես ինքներդ արդեն գտեք, հետո արդեն ձախ ձեռքում ենք անցնում, օրինակ սա դո, ռե, մի, ֆա, սոլ, տեսեք, տողամիջից գնաց տողամեջ, այսինքն մեկ տողամիջում բաց թողնվեց, սա էլ է համարվում մեր կվինտան, արդեն տեսնում ենք մատերով 1-ից 5, ինքը 5 աստիճան է համարվում, տեսնում ենք, սա նույնն է ու պահվելու է 4 տևողությամբ, այսինքն ձախ ձեռքը մինչև այստեղ պահելու ենք, իսկ աջ ձեռքը շարունակելու ենք նվագել, սա արդեն միասին ենք նվագելու, շատ հետաքրքիր է ու հեշտ է լինելու, այստեղ արդեն տեսնում ենք տարածությունը քիչ քչացավ, այսինքն 1-4, մատերը արդեն հուշում են, որ սա կվարտային
մեր ինտերվալն է, հա, օրինակ սկսելու ենք ռեից, հա, ռե, մի, ֆա, սոլ, տեսանք, գծից գնաց գծամիջում, այսպես, սա արդեն մեր կվինտան է, հա, արդեն այստեղ մենք նոտաները առանձին տեսնում ենք և այսպես, հիմա կգնանք և միասին կնվագենք, այստեղ մենակ նախավերջում, ինչ է տեղ ունենում, օրինակ այստեղ 2, տեսեք, սա կես նոտա է, սա է կես նոտան ունի 2 հատ քառորդ, այսինքն 2 քառորդ տևողությամբ պետք է մինչև այստեղ պահենք և նվագենք 1, 2, աջ ձեռքը 2 քառորդ պետք է նվագենք, էլի աջ ձեռքը նվագում ենք 3 և 4 քառորդը, իսկ 3-4 քառորդը ձախում պահվում է, ես հիմա կնվագեմ և ցույց կտամ, թե ոնց ենք այն նվագելու, գնացինք առաջ, դիրքավորում ենք օրինակ ձեռքերը, աջ ձեռքը, սկսելու ենք 3-րդ մատով, իսկ ձախ ձեռքը դիրքավորում ենք և այն ինտերվալը, առաջինն ու տեսեք, առաջին մատն ու 5-րդ, իրար հետ պետք է վերցնենք ու միաժամանակ հիմա նվագելու ենք, լսեք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, անցանք հաջորդին ու վերցնում ենք ձախ ձեռքը 1 չորորդ ու այդ ձեռքում էլ չորորդով սկսելու ենք, հետո սկսում ենք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, Սա արդեն ինքներդ նվագեք սկզբից առանձին, օրինակ առանձին որ նվագում, կարող եք առանձին նաև երգել, հա, Jingle bells, jingle bells, jingle all the way, oh what fun it is to ride the one horse open sleigh, Այսպես կարող եք արդեն ինքներդ երգել և միացնել այս երգը իրար, դժվար չէ, որովհետև տեսեք գնում է հարմոնիկ, հա, ընդամենը օրինակ ձախ ձեռքը պետք է պահվի, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, այնուհետ արդեն միացնում եք աջ ձեռքը, որ առանձին նվագում եք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, հիմա միասին, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, կարող եք ինքներդ մատների համարները գրեք վերևում, օրինակ 3, 3, 3, 3, 3, 3, հետո գալիս է 3, 5, առաջին, երկրորդ, երրորդ, հա, այսպես մատների համարները շնչեք կամ գույներով, հա, օրինակ սոլը, որ մուգ կապույտն է, հա, մին դեղին գույնով, այսպես նշեք, որ կարողանաք ավելի լավ տեսնել, ինչ եք նվագելու, արդեն մատների օգնությամբ, մատները վերևում կամ նշեք, անպայման սկզբից սովորեք առանձին, հաշվելով, նվագելով, երբ որ արդեն լավ իմանաք այս նոտաների անունները, որը որտեղ է նվագում, այն ժամանակ միացրեք, միասին նվագեք։ Ուզում եմ ցույց տալ նախավերջինը, որ ասենք կարող է մի փոքր ձեզ համար, սկսնակների համար դժվարանալ, որ այստեղ ձախ ձեռքը վերցնում ենք սոլ և ռե, հա, ինքը արդեն ձախ դիրքում, այսպես 1-4, պես 1-2, 3-4, առաջին մատով սոլն է արդեն, հա, իսկ այստեղ 5-4-2, մեծ նվագեմ, տեսեք, օրինակ սենց, վերջում արդեն ակորդն է մեր, հա,
այսպես, դժվար բան չկա, ուղղակի պետք է այնքան նվագեք, որպեսզի վարժվեք այս նախավերջում արդեն կես նոտաները, որ նվագեք, օրինակ այս կես նոտան ունի իր մեջ 2 քառորդ նոտա, չէ՞։ Օրինակ 2-ի մեջ կա 2 հատ 1, 2-ի մեջ 2 հատ 1։ Մի մոռացեք, որ այս կես նոտան պետք է առաջին ձայնի հետ հնչի։ Հետո սա պահում ենք 2 տևողություն։ Հետո արդեն երրորդում նորից միասին ենք նվագելու, պահելու ենք մինչև 2 տևողություն։ Այսքան էր, ինձ թվում է, երևի այստեղ Jingle Bells, սա ինչի մասին է, Jingle All the Way, այսինքն Jingle Bells-ը գիտենք, դա արդեն այդ զանգակների մասին է, որ ամբողջ ճանապարհին այդ զանգակները, որ ձիերի վզերի վրայից կախված էին այդ զանգակները, ու իրանք հողանջում էին, հա, ասում են what fun it is, լավ է որ այն is to ride one horse open sleigh, այսինքն ինչքան լավ է, որ ասում եմ մեկ այդ ձիերով, հա, որ հետևներից տանում են այդ սահնակները ու open էլի բաց այդ սահնակներով, որ քշում էին։ Հա, նույն տեքստն է գնում այստեղ, one horse open sleigh, հա, այդ սահնակների մասին է երգը գնում։ Հիմա ստեղների վրա արդեն ցույց կտամ մատների դիրքը, դնում ենք 16-րդ էջ, առաջին վարժանքն է, գնացինք։ Հաջորդը, Good King Wenceslas, էլի դնում ենք մատները, դիրքավորում ենք 4-րդ մատով։ Հաջորդը դա My Fifth, հա, Beethoven-ը։ Հիմա անցնենք արդեն հաջորդ էջին, 14-ին հարմոնիկ օրինակ ինտերվալների մասին է խոսքը, գնացինք։ Հեշտ։ Հիմա արդեն կնվագենք Jingle Bells, օրինակ գնացինք։ Շատ հեշտ է, կարող եք ինքներդ դանդաղ, ավելի դանդաղ փորձել, այսպես օրինակ իրար հետ ենք վերցնում 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, այն հետև 1 չորրորդով։ 4 Իսկ նախավերջինը, այսպես ոնց որ տեսանք նախավերջինը, այսպես էր։ Թող վերջինը։ Այսպես ավարտվում է։ Ահա, սա էլ մեր այսօրվա դասը, խնդրում եմ մնացեք ինձ հետ, եւ եթե հարցեր ունեք, կլսեմ։
գրեք անպայման եւ կհանդիպենք արդեն հաջորդ դասին, կանցնենք 18-19-րդ էջերին։ Շնորհակալություն, որ հետևում եք, մինչ նոր հանդիպում։